Տասնյակ հազարավոր զոհեր, անհաշիվ վիրավորներ ու անհետ կորածներ, միլիոնավոր փախստականներ, ուրվական դարձած քաղաքներ ու դատարկված գյուղեր։ Մեկ շաբաթից լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցը։ Պատերազմը դադարեցնելու առաջին փորձերը 2022 թվականին էին, երբ Կիևն ու Մոսկվան բարձր մակարդակի 4 բանակցություն անցկացրեցին, 3-ը Բելարուսում, 1-ը Ստամբուլում։ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքվեց հացահատիկային գործարքը։ Տասնյակ փուլերով գերիներ փոխանակվեցին։ Մարդասիրական կանաչ միջանցքները փրկեցին հազարավոր կյանքեր, սակայն լայն քաղաքական լուծում այդպես էլ չի գտնվում։ 2023-2024 թվականների բանակցությունները տեղի ունեցան առանց Ռուսաստանի մասնակցության։ Այս տարի Վաշինգտոնի միջնորդությամբ Մոսկվան ու Կիևը կրկին նստել են բանակցությունների սեղանի շուրջ հունվարի 23-ից 24-ը, հետո փետրվարի 3-ից 4-ը Աբու Դաբիում քննարկելու խաղաղության հնարավոր պայմանները։ Շրջանառվում էր նաև Վաշինգտոնի առաջարկած խաղաղության 20 կետանոց նախագիծը։ Եռակողմ բանակցությունների երրորդ փուլը, որը սկսվել է այսօր Ժնևում, ըստ Մոսկվայի, հարցերի լայն շրջանակ է ընդգրկելու, այդ թվում ամենաբարդը՝ տարածքայինը։ Պատերազմի 4 տարում, ըստ տարբեր աղբյուրների, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի ավելի քան 20%-ը, Դոնեցկի և Լուգանսկի մի մասը, հարավային շրջաններից Խերսոնն ու Զապորոժիեի մի մասը։ Մոսկվան պահանջում է ամբողջ Դոնբասը։ Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում հիմնականները, որոնք վերաբերում են թե տարածքներին, թե մնացած ամեն ինչին, որոնք ըստ էության կապված են մեր պահանջների հետ։ Ժնևյան բանակցությունները նույնպես փակ ռեժիմով են։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Վլադիմիր Մեդինսկին։ Նա գլխավորել է ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի և Ուկրաինայի անցած գարնանը Ստամբուլում կայացած երկկողմ բանակցություններում։ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ըստ Կրեմլի, կաշխատի առանձին ուղղությամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Կիևի բանագնացները Ժնև են ժամանել Զելենսկիի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի ու ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ։ Թրամփի բանագնացները չեն փոխվել, Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն են։ Բանակցություններին մասնակցելու համար Շվեյցարիա են ժամանել նաև ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը և ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։ Այս բանակցությունները շատ կարևոր է համարում Սպիտակ տան ղեկավարը։ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ է արել արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սրանք կարևոր բանակցություններ են, ամեն ինչ շատ պարզ է լինելու։ Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ, սա է ամբողջը, ինչ կարող եմ ասել ձեզ։ Խաղաղությանը կարծես չի հավատում Ուկրաինայի նախագահը։ Զելենսկիի խոսքով ուկրաինական հետախուզությունը ցույց է տվել, որ էներգետիկ օբյեկտների վրա ավելի շատ հարձակումներ են սպասվում։ Նման հարվածները դժվարացնում են գրեթե 4 տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Կհասնեն արդյոք կողմերը որևէ համաձայնության բանակցությունների այս փուլում հայտնի չէ։ Դեռ բաց է մնում հարցը, որ պահին 21-րդ դարի Եվրոպայի ամենաերկար և ամենախոշոր ռազմական հակամարտությունը կդառնա պատմություն և ամենակարևորը՝ դաս։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։